Վճռական եւ դինամիկ նոր խորհրդարան, այս հույսով էին ֆրանսիացիները գալիս իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։ Je suis plutôt quelqu'un de gauche. Միշտ լինելով ձախ կուսակցության կողմնակից, այսօր ես քվեարկում եմ Մակրոնի կուսակցության օգտին, քանի որ նրան հաջողվեց տեղաշարժել կաղապարները եւ փոխել համակարգը, իսկ մենք այսօր փոփոխության կարիք ունենք։ Moi je sais que j'ai voté pour Ես քվեարկելու եմ առաջ հանրապետության տեխնացուի օգտին, հուսանք, որ նա կիրականացնի նախագահական ընտրարշավի խոստումները։ Արդեն երեկոյան քվեաթերթիկները հաշվելուց հետո պարզ դարձավ, պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի ազգային ժողովում միանգամից 3 հայ падգամավոր կլինի՝ Գիյոմ Կասպարյան, Դանիել Կազարյան եւ Ժակ Մարիլոսյան։ Նրանք բոլորը նախագահ Մակրոնի կուսակցությունից են։ Առաջ հանրապետությունը բացարձակ մեծամասնությամբ խորհրդարանում կունենա 361 падգամավոր։ Il y a la reconnaissance du génocide arménien. Ազգային ժողովում իմ առաջին քայլը կլինի պայքարել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Հուսով եմ մյուս հայ падգամավորների հետ միասին կնախաձեռնենք համապատասխան քայլեր այդ ուղղությամբ։ Ֆրանսիայի օրենսդիրում հայամետների թիվը կավելանա եւս մեկով։ Վիերգոն քաղաքից խորհրդարան է անցել նաեւ Նադիա Եսայանը, նրա ամուսինն է հայ, իսկ Բուժդելոն շրջանում Մակրոնի կուսակցության առաջադրած 4-րդ հայազգի տեխնացուն Պասկալ Շամասյանը ձայների քանակով զիջեց Վալերի Բուայեին, բայց ամեն դեպքում կես միլիոնանոց հայ համայնքը դժգոհ չէ, Բուայեն իրենց մեծ բարեկամն է։ Հասմիկ Առաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, օրակարգ, Փարիզ, Երևան։